Լմիժան հետո որ պիտի գանա։ Ինչի եք փակել մուտքը։ Պետական արվակարգ։ Մենք ենք պետության մասնիկ։ Կարող է ուրիշ տեղից եկել այլ մորակային ենք։ Պետական արվակարգ է։ Թույլ տվեք ես գնում եմ։ Հայտարարվել։ Թույլ տվեք ես անցնում եմ։ Ոչ մեկը իրավունք չունի իմ ճանապարհը փակելու իմ հայրենիքում։ Պետական արվակարգը։ Ես պետության մասնիկ եմ հարգելիս։ Հա ձեզ ոչ մեկ չի ասում դուք։ Ես պետության մասնիկ եմ։ Հա հարգում եմ ձեր Վերջ։ իրավունքները, բայց Չեք հարգում, պարզվում է։ մենք Դուք չեք հարգում իմ իրավունքները։ հիմա մի ժամ փակա լինելու չէ։ Մի ժամ ես չեմ կարող, ի վիճակի չեմ, իմ առողջությունը թույլ չի տալիս, ես այստեղ կանգնեմ սպասեմ։ Ինչ կարող Մարդ ո՞ր գտածես, մենք աշխատանք ենք գնում, այս մարդիկ եկել են։ Ես գնում եմ, իմ հարազատները, մի րոպե իմ հարազատները ցեղասպանության են ենթարկվել։ Ով իրա, ես նախ ինչ գործ ունեմ։ Մի րոպե։ Իմ հարազատները 15 թվին ենթարկվել են ցեղասպանության։ Հարց ձեզ, ինչ գործ ունեմ ես այստեղ։ Ես պետք է այնտեղ լինեի, ճիշտ է։ Չէ, ես չեմ կարող սպասել մի ժամ։ Դուք թույլ չեք տալիս, որ ես գնամ իմ հարգանքի տուրքը մատուցեմ իմ հարազատներին։ Ովքեր ես ընդեղից եք անցնեմ։ Ոյ այ քեզ բան։ Իմ ճանապարհը ով իրավունք ունի իմ հայրենիքում փակելու։ Ոչ մեկը չունի իրավունք։ Մենք հասարակական կարգ։ Ես էլ պետության մասնիկ եմ։ Հա ձեզ ով հակառակ ասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիմա թույլ տվեք, ես իմ պարտքը կատարեմ իմ ցեղասպանված հայրենակիցների նկատմամբ։ Դուք եք շարունակում։ Ձեր պարտքերի կարա կատարել ձեզ։ Ոչ չեմ կարող ես սպասել մի ժամ, ոչ։ Ես իրավունք չունեմ իմ պարտքը կատարելու համար ստիպված մի ժամ սպասել։ Հայր ջան, ամեն տարի էսպես եղել է։ Ոչ մի անգամ չի եղել։ Հեռուստացույցով Ոչ մի անգամ չի եղել։ Ես միշտ, հələ ես այսօր շուտ եկեք ամուշ եկեք։ Ես միշտ ժայռով երթին եմ մասնակցում։ Պարզապես ի վիճակի չեմ եղել, չեմ եկել։ Եկել եմ շուտ, ոչ, եկել եմ շուտ, որ կարողանամ հանգիստ կարողանամ գնալ։ 15-20 րոպե որ շուտ գա կարող։ Դե ինչ եք ասում էլի, որ 15 րոպե, պետք է նաև ինձ ասեն, թե ես երբ գամ։ Հիմա դուք անտեղի ներվայնանում։ Ես արդեն ներվայնացած եմ, Անտեղի, չէ, չի ստացվում, այլ ջան։ Ինձ ջան մի ասեք։ Դուք իրավունք չունեք ինձ ջան ասելու, որովհետև դուք արգելում եք իմ ճանապարհը, որպեսզի ես գնամ, իմ հարգանքը մատուցեմ։ Տարիքը հարգելով ջանը կարում ենք ասել։ Ոչ պետք չի ինձ հարգել իմ տարիքով։ Դուք ճանապարհը բացեք եւ թույլ տվեք ես անցնեմ։ Էս ի՞նչ խայտարակություն է։ Ոյ։ Ամոթա չէ վերջի վերջո։ Պատերում մի քանի անգամ կտտվեցին այդ մարդիկ։ Ինչքան կարակ մեր վրա գոռացեք, խնդիր չկա, բայց մեկ ժամից են բացել։ Մեկը ձեր վրա ոչ ոք չի ազդում։ Հարցը գոռալու չի։ Սա քո արարողությունն է։ Ես զարմանում եմ։ Հայաստանում իրոք թուրքական իրավիճակը փոխվել։ Ով է տեսել իրանք մեզնից ինչով են առավել։ Նիկոլա քպայականները քպեն քենալական պետությունա կոչվում։ Ոչ թե քաղաքական պայմանի գրա, այլ քեմալական պետություն։ Ոչ մի բան այդ կառավարությունը։ Իմ ճանապարհը փակում են, թույլ չեն տալիս ես անցնեմ։ Իմ առողջությունը արդեն քայքայված է։ 7 տարի ես կառավարության անիմաստ, անտրամաբանական, հայկական, հակադավ գործողությունների հետևանքով։ Հիմա էլ դուք մի օր կա էլի թողեք մարդ գոնե այս մարդը հանգիստ մեկ մեր մտքերով գնանք։ Իմ բարեկամներին ասեմ, որ կներես ինձ։ Դուք կտակ անցնեն ներսից դուրս։ Հա, դուրս եք տալիս որ գնան։ Չէ, դուրս են գալիս։ Հա։ Եկեք անցեք, եկեք։ Այ քեզ բան։ Ամբողջի խափերով ոչի։ Մի ջղայնաց։ Գնանք ասենք, որ կներեք, էլի որ մենք այսպես մեր հայրենիքում անպաշտպան ենք։ Չէ, պաշտպանված եք։ Ով դուք եք ինձ պաշտպանելու, որ դուք ինձ պաշտպանեք, հիմա այսպեսի ձեզ պահված թույլ չեք տա։ Դրա համար ասեմ մի ջղայնացեք։ Այդքանով ձեզ պաշտպանում ենք, որ իզուր տեղը ջղայնանում եք։ Շատ ծիծաղալու բան ասեցիք։ Ինձ անով մի պաշտպանեք, հարգելի, չգիտեմ, ինչ չիրեք դուք կնում ոստիկանական։ Հարգելի ոստիկան։ Վայ, այ քեզ բան։
Դուրս եկեք ճանապարհի եզրից։ Բացնեք վերևն չեք կանալ։ Ձեր համար Ոչինչ, ես կգնամ վերևում կկանգնեմ, այստեղ չեմ կանգնի Երևանանամ, մի քիչ դերվերս կհանգստանա, չէ։ Թույլ տվեք ես անցնեմ։ Այսպես թուրքի ճանապարհը փակեք, որ հանձնեցիք ամեն ինչը, ժողովրդին էլ սարքեցիք այս կարգավիճակի մեջ եւ ներմային վիճակի մեջ։ Փակեք թուրքի ճանապարհը։ Բոլոր տեսակի արժեքները դուք որպես հայրենիքի պաշտպաններ զրոյացրեցիք, արժեք որպես այդպիսին ոչնչացրեցիք։ Հիմա այս պահնել եք ոչնչացնում, թե ով է գալու կառավարության անդամները, որ վեր են ընկել այնտեղ, ինչ են անում այդ քո կառավարության անդամները, ժողովրդի մատից մի հատ փուշ հանում են թե չէ։ Ոայ այ քեզ բան, ամեն ինչ տեսել ենք, ես չենք տեսել, փագեն, որ մենք գնանք հուշարձան։ Կառավարությունն է գալիս, տեսեք էլի ովքեր են գալիս։ Մեծարգո հայուհի, բոլորս մոռացել եք 19 թվին։ Ես ոչ լավ հիշում եմ ամեն ինչը, դուք հիշեք։ Իմ վրա մի կավարը, ես ուրիշ բան եմ ասում, 19 թվին արկել է ամբողջ հայությանած մեծ բարձր։ Ես դեր համար սիրելի չեմ, եթե ես դեր համար սիրելին էի, դուք կառավարության հետ միասին հայրենիքը այսպիսի ոչնչության կետի չէիք հասցնի։ Հիմա էլ եկել ենք ասել ենք, ստեղ մի դիտելի ճանապարհը փագա։ Վայ։ Սիրելի ասում են ջան չի։ Իա։ Մի խոսացեք։ Իսկ պետք չի որ դուք ջան ասեք ինձ։ Չեք ասի որ ճանապարհ փակա։ Դուք ձեր հայրենիքի սահմանները պաշտպանեք, որ մենք հիմա այսպեսի ողջ չեք պաշտպանել։ Եթե Պաշտպանի ով չի պաշտպան։ բա ուր եք որ բա ուր է մեր հայրենիքի սահմանը որ պաշտպանել եք։ Ուր է որտեղ է ցույց տվեք։ Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռու։ Հա, դա է մեր հայրենիքի սահմանը որ դուք պաշտպանել եք։ Սղանեց ով ինչ արի։ Ով է մասնակցել։ Փաստն ենք արդարագրում։ Փաստը թուրքը կանգնած է ջերմուկից 4.5 կիլոմետր հեռու, Արցախն էլ չկա, կորուսյան մատնեցիք։ Արգելի քաղաքացի, ինչու եք բղավում։ Որովհետև դուք ինչ թուրք չեք տալիս, որ ես Մենք ձեզ շատ անցնեմ։ լավ լսում ենք։ Գնացեք նրանց հետ ուղարկեք։ Շատ լավ։ Հիմա ինձ կլսեք։ Բոլոր կանգնած ոստիկանները հասարակական կարգի պահպանության ծառայություն Մենք չենք տեսնում այդ կարգը, որ դուք պաշտպանում Արգելի եք։ տիկին։ Որտեղ եք պաշտպանում։ Ես ես ուղղակի Հունիսի 12-ին, որ պաշտպանեցիք այդ հասարակական կարգը ժողովրդին տերորի ենթարկելով։ տիկին, արգելի տիկին, ես ես խնդրում եմ։ Դուք ուղղակի հիմա հասարակական կարգի պահպանության այս ծառայության ժամանակ բղավում եք, խոչընդոտում եք։ Ճիշտ եմ անում։ Ես իմ իրավունքն եմ պաշտպանում, Մենք էլ որը մեր որ իմ աշխատանք- հայրենիքում պաշտպանված չի։ Իսկ մենք մեր աշխատանքն ենք անում։ Այսինքն ձեր աշխատանքը իմ իրավունքը պաշտպանելն է, որը որ պաշտպանված չի։ Բոլոր քաղաքացիների իրավունքը։ Մենք պաշտպանում ենք բոլոր քաղաքացիների իրավունքները եւ հասարակական կարգ ենք ապահովում։ Թույլ տվեք Հարգելի, մեր աշխատանքը դուք կատարենք։ հավատացեք նա ձեր խոսքերին։ Մեկ ժամից Նոր բարձր- բարձրաձայնեք այստեղ մարդիկ որպեսի լսեն։ Շատ լավ, այդ դեպքում խնդրում եմ մի բղավեք, լավ։ Այ։ Վերջ, Այ քեզ բան։ վերջ, ուղղակի մի բղավեք։ Սենց բան չենք տեսել։ Շատ լավ, մի բղավեք, հանդի։ Անապատներում եւ գերեզմաններում ոսկորները պտտվեցին մի քանի անգամ արդեն մեր նահատակների։ Հələ տեսենք այդ կառավարության անդամներն ովքեր են գալիս, այդ թափ թփուկները, որ պետք է գան իրանց համար էլի ճանապարհը փակված է։ Բղավեք, ուղղակի հանգիստ խոսեք, մի բղավեք։ Վայ, այ քեզ, սենց բան չենք տեսել։ Կառավարությունը այնտեղ վեր ընկած է, ինչ է անում հայրենիքի համար։ Կառավարությունը։ Կառավարության անդամները։ Դրանց վրան միակ նայում ես մարդու սիրտն է խառնում, մարդու զզվալն է գալիս։ Կառավարության անդամներ են։ Այ քեզ, այլանդակություն, սենց բանել չենք տեսել, չենք իմացել։ Մարդու ճամփեն փագեն կառավարությունն է գալիս։ Ինչպես Դուք միայն ճանապարհը փակ լինելու փաստից եք բարկացած, թե նաև Փաշինյանի քաղաքականություն։ Այսքան բան ասեցի, դուք չիմացաք ես ինչից եմ վրդոված։ Հայտարարություններից նաև Ինչ հայտարարություն, աղջիկյան ում եմ այդ հայտարարությունները վերջո։ Իրանց հայտարարությունները մեկը լսում է թե չէ։ Մենակ իրանք են լսում իրանց հայտարարությունները։ Դե մարդու արդեն համբերությունից անում են դուրս։ Արգելի լրագրողներ, երկու առա։ Սենց բանել չենք տեսել։ Իրանց հայտարարություն, ամբողջ օրը հայտարարություններ անում, ունեն այդ հայտարարությունները։ Արդյունքը տեսնում եք հայտարարությունների։
Որտեղ եք տեսնում այդ արդյունքը հայտարարությունների, որ հիմա այսպես ոստիկանները պատնեշ են կապել եւ չեն թողնում մարդիկ անցնեն։ Նկատում եմ ժխտողական նաև հայտարարությունները վերջին ժամանակահատվածում։ Դու իրան ժխտողականը թող իրանց գլխին կպնի։ Անես կպնի, որ չփոկվի այդ գլխին կպնելու ժխտողականը։ Եկել են դարձել են կառավարություն, մարդ են դարձել, հիմա էլ ժխտում են ամեն ինչը։ Դու ժխտվածները իրանք են հենց։ Ժխտված են։ Իրանք այդ ժխտվել բարի իմաստել անգամ չեն հասկանում։ Ժխտված մարդիկ են իրանք։ Դու չես կարող գտնել հիմա մի մարդ, որը որ ասի գոհա որ ցեղասպանությունը դրված է կասկածանքի տակ։ Դեռ պետքա ճշտեն։ Անուն ազգանուն։ Հա, այ քեզ բան, սենց ծիծաղի առարկայա դանդանա մեր հասարակության առաջ։ Համայն հայրությունը ծիծաղում է դրա վրա։ Գնան գերեզմաններից հանեն ասեն անուն ազգանուններ, ասեք որ տանեն գրեն հաշվառեն թե քանի հոգի ազողվել։ Նախ 1.5 միլիոն չի, հիմա 11 միլիոն է դարձել արդեն։ 1.5 միլիոնն ասում են ու հանգստանում են։ Այ քեզ բան։ Իրանք ամեն ինչ նրանք հայրենիքի Հայաստանի գոյությունն են ժխտում։ Ժխտել են Հայաստանի գոյությունը։ Ինչ մնաց թե ցեղասպանությունը չժխտեն։ Եթե ինքը թուրքը հայտարարություն արել որ Արցախ Ճանապարհներ հայրենիքն են փրկում, կանգնել են ճանապարհը պատնեշ են կազմել։ Այդ որ միշտ էլ կառավարության անդամների հետ մարդիկ գնացել են։ Մոռացել եք ոնց էր։ Հիմա իրանք անձեռնմխելի են կառավարության անդամներ են։ Դա թքերը մտած կառավարության վրա էլ իրանց վրա էլ հետը։ Իրանք հայ ժողովուրդը կապ չունեն, իրանք թուրքամետ ղեկավարները թուրքերով առանձին գնում են։ Սպասենք որ կառավարությունը Շնորհակալ